Շնորհակալ եմ շատ նորին գերազանցություն դեսպաններ, հարգելի ներկաներ, հարգելի պարոն Սաֆարյան, Տիկին Հակոբյան, շնորհակալ եմ այս հնարավորության համար։ Գիտեք, շատ կարևոր է, որ 2025 թվականի իրադարձությունները ամփոփելիս մենք չենք կարող դրանք վերցնել անջատ, եւ դա լավ է, որովհետեւ իրենք process-ի օրգանական շարունակության մաս են եւ թերևս 2025 թվականի վերջին մեզ կամ 26 թվականի սկզբին մենք հասկանալիորեն ունենք այն տպավորությունը, որ 25 թվականին կուլմինացիան է տեղի ունեցել եւ դա դրական կուլմինացիա է, բայց իրականում process-ները ցույց են տալիս, որ դրական կուլմինացիաները դեռ առջևում են եւ այս առումով ես 2025 թվականին չի առանձնացնի, չնայած ես ինքս էլ ամանորյա ուղերձում առանձնացրել եմ, որովհետև ուղերձը 25 թվականի մասին էր եւ բայց մյուս կողմից նույնիսկ այնտեղ ես ասացի, որ 24 թվականի իրադարձությունները 25 թվականի իրադարձությունները հիմա արդեն 26 թվականի իրադարձությունների մասին կարող ենք խոսել, առավել եւս հիմա ես այսօր առավոտյան արդեն առիթ ունեցա շնորհավորել հայաստանցիներին երեք արտաքին գործերի նախարարի եւ պետքարտուղարի հանդիպման արդյունքներով Հայաստանի եւ Միացյալ Նահանգների կառավարությունների կողմից տարածված հայտարարության առիթով, որը TRIP նախագծի իրագործման շրջանակի մասին է, բայց ես ընդհանուր առմամբ ուզում եմ բոլորիս շնորհավորել եւ մեր տարածաշրջանին շնորհավորել եւ նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի եւ խաղաղության ինստիտուցիոնալացման բոլոր կողմնակիցներին շնորհավորել, որովհետեւ տեսեք մենք պարոն Սաֆարյանը իր խոսքի մեջ նշեց, հիմա ճիշտն ասած այդպիսի նախադասությունները նախկինում շատ սովորական էին հնչում, ականջս հիմա ծակում են, այս վերջերս էլ կարծեմ միտեղ հանդիպման էինք, խոսացողներից մեկը ասեց այս օրհասական ժամանակներում, ասի կներեք, այս ժամանակները ինչի են օրհասական, կարակ բացատրեք, ինչ որ բան բացեմ թողել։ Եվ պարոն Սաֆարյանն էլ ասաց վտանգների, մարտահրավերների մասին խոսեց, ես ուզում եմ ասել, որ Հայաստանի շուրջ իրավիճակը ավելի կայուն երբեք չի եղել իր գոյության պատմության ողջ ընթացքում։ Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրը ավելի կայուն չի եղել իր գոյության ողջ ընթացքում։ Հայաստանին սպառնացող վտանգները 2026 թվականի հունվարի 14-ի առավոտյան ժամը 08:00-ի դրությամբ, ուրեմն Հայաստանը երբեք ավելի պակաս սպառնալի, առավել անվտանգ, առավել կայուն միջավայրում չի եղել։ Ես սա ուզում եմ արձանագրել եւ իհարկե սրանում դեր ունեն այն բոլոր process-ները, որ տեղի են ունեցել եւ նաեւ գիշերը տարածված մեր ժամով գիշերը այնտեղ կեսօրին է տեղի ունեցել ամեն ինչ եւ ամբողջությամբ միջավայրը փոխում են։ Ես ուզում եմ նաեւ Միացյալ Նահանգներին շնորհավորել, Եվրամիությանը շնորհավորել, որովհետեւ այս ամեն ինչ շատ մեծ հնարավորություններ է բացում։ Մեր տարածաշրջանին արդեն ասցի ընդհանուր առմամբ, բայց ուզում եմ նաեւ ընդգծել, որ այս բոլոր իրադարձությունները ի վերջո ո՞րն է իրադարձությունների մեկնարկի կետը։ Այս իրադարձությունների մեկնարկի կետը 2022 թվականի հոկտեմբերի 6-ն է, երբ որ Եվրոպական քաղաքական համայնքի առաջին ոնց որ գագաթաժողովի ընթացքում քառակողմ հանդիպման ընթացքում ընդունվեց հայտնի հայտարարությունը, որտեղ Հայաստանը եւ Ադրբեջանը արձանագրեցին Ալմաթայի հռչակագրի հիման վրա միմյանց տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը ճանաչելու սկզբունքը։ Սա շատ կարեւոր արձանագրում էր եւ ամեն ինչը սկսել է այդ կետից, որովհետեւ հենց այդ կետից է process-ը դրվել մի այնպիսի բանաձևի մեջ, որը անխուսափելիորեն իհարկե տարբեր սցենարներ կարող էին լինել, կարող էր նաեւ 2023 թվականի Ղարաբաղի իրադարձությունները կարող էին տեղի չունենալ, բայց դա ուրիշ հարց է, դրա պատճառների մասին ես խոսել եմ, բայց ուզում եմ ընդգծել նաև այս process-ի հիմքում ուզում եմ ընդգծել
նաև Եվրամիության նախագահ Մակրոնի դերն եմ ուզում ընդգծել, Եվրամիության խորհրդի նախագահի դեր, Եվրամիության, որտեղ դրանից հետո շատ կարևոր մի բան տեղի ունեցավ։ Հայաստանում տեղակայվեց Եվրոպական միության քաղաքացիական կարճաժամկետ առաքելությունը, որը հետո դարձավ երկարաժամկետ առաքելություն։ Սա ես ուզում եմ, որ մենք այս իրադարձությունը հավուր պատշաճ չի գնահատենք, որովհետև դա որոշակի տարածություն բացեց Հայաստանի Հանրապետության համար ինքնահայեցման եւ մտածելու։ Այդ ամենից ի վերջո 2022 թվականի սեպտեմբերի դրությամբ ինչն էր մեր հետևությունը եւ մեր եզրակացությունը եւ ինչ փոխվեց ընդհանրապես։ Մենք հասկացանք, որ մեր հարցերի լուծումը մենք չպետք է ուրիշ որևէ մեկից սպասենք։ Միջև այդ պահը ինչ էր Հայաստանի Հանրապետության ռեժիմ։ Մենք գնում ենք ինչպես Խրիմյան հայրիկի ժամանակներից ընդունված են, գնում ենք մեծ դռներ ծեծելու։ Մեր դռներ ծեծելու թղթե շերեփով, չգիտեմ, ստվարա թղթե շերեփով, բանի արծաթագույն ներկած շերեփով, որպեսզի մետաղի տպավորություն թողի եւ այլն եւ այսպես շարունակ։ Մենք հասկացանք, որ իհարկե մեծ դռները եւ մեծ տերությունները եւ մեր միջազգային գործընկերները ունեն առանցքային նշանակություն, բայց գիտեք ինչ, մենք մի բան էլ պետք է հասկանանք։ Արտաքին քաղաքականության ես հիմա դեսպանների ներկայությամբ եմ ասում, շատ ընդունված է, որ սովորաբար երբ որ տեսնում են, որ դու իրադրություն ենք անել, լավ չես հասկանում եւ գնահատում, սովորաբար ասում են բաներ, որ դու ուզում ես լսել, որովհետեւ չեն ուզում անիմաստ լեզվակռվի եւ բանավեճի մեջ մտնել եւ հետեւաբար մեր արձանագրումն աններ, որ մեր խնդրեմը մենք ինքներս պետք է հասկանանք եւ մենք պետք է որոշումներ կայացնենք, թե մենք ինչ ենք անում եւ ինչ ճանապարհով ենք գնում։ Եվ այդ դեպքում միջազգային հանրության օգնությունը եւ աջակցությունը կլինի շատ ավելի կոնկրետ եւ շատ ավելի առարկայական։ Մենք հասկացանք, որ հնարավոր չէ այս թնջուկից դուրս գալ առանց միմյանց տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունը, ինքնիշխանությունը ճանաչելու։ Եթե մենք այդ քայլին, եթե մենք այդ որոշումները չկայացնեինք, ես նույնիսկ չեմ փորձի նկարագրել, թե 2026 թվականի հունվարի 14-ի դրությամբ ինչ կլիներ ընդհանրապես մեր տարածաշրջանում, չեմ ասում Հայաստանի Հանրապետությունում, բայց ես ուզում եմ էլի տեսնենք, մի շատ կարևոր իրավիճակ գնահատենք։ Տեսեք ինչա կատարվում ամբողջ աշխարհում։ Ըստ էության աշխարհը փոթորկվում է, իսկ Հայաստանի Հանրապետությունը եւ մեր տարածաշրջանը այսօր քայլ առնվազն Հայաստան-Ադրբեջան հարցությունում վերածվում կայունության, անվտանգության մի միջավայրի, համագործակցության մի միջավայրի, որը չափազանց կարևոր է, սա շատ մեծ ձեռքբերում է եւ շատ պետք է եւ ընդ որում Եվրամիության Միացյալ Նահանգների աջակցությամբ մենք այս ընթացքում եւ մեր գործընկերների այս ընթացքում մենք երևի քանի անգամ ենք հանդիպել միայն ես մեր դեսպանների հետ եւ տարբեր երկրների ղեկավարների հետ մենք բազմիցս հանդիպել ենք մտքեր ենք փոխանակել քննարկել ենք եւ այլն եւ այդպես շարունակ եւ մենք այսօր հասել ենք այն կետին եւ հիմա արդեն ակնհայտ է որ նաեւ TRIP նախագծի հետ կապված են բաց հարցերը, որոնք կային հռչակագրի ընդունումից հետո, այդ բոլոր հարցերը ստանում են պատասխաններ, ստացել են պատասխաններ, եւ շատ կարեւոր է, որ մենք ունենք բանաձև, որ լիարժեք բավարարում է եւ պիտի բավարարի Հայաստանին, բնականաբար լիարժեք բավարարում է Միացյալ Նահանգներին, լիարժեք բավարարում է իմ կարծիքով, իհարկե նրանք կարձագանքեն կտեսնենք Ադրբեջանին եւ ըստ էության սրանով կանաչ լույս է վարվում տարածաշրջանում երկարատև եւ կայուն խաղաղություն հաստատելու գործին։ Իհարկե եւս մեկ անգամ ուզում եմ մեր գործընկերների ներդրումը ընդգծել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Տրամպի դերը, որի անձնական հետաքրքրվածությունը եւ անձնական ներգրավվածությունը իհարկե անկասկած ունի եւ ունեցավ վճռորոշ նշանակություն եւ հիմա մեզ արդեն հարկավոր է մտածել հետագա քայլերի մասին, որոնք են հետագա քայլերը։ Հիմա այդ ակնհայտ է, որ դեպի հիմա մեր տարածաշրջան ներհոսելու են մեծ ներդրումներ եւ մեծ փողեր եւ դա շատ լավ նորություն է։
ակնհայտ է թե ինչ գործողություններում եւ ինչպես պետք է ներգրավված լինեն Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Ես կարծում եմ, որ այո, Եվրամիության մեր գործընկերների հետ պետք է մանրամասն քննարկենք նաեւ Եվրամիության ներգրավվածության ձևաչափերը եւ կոնկրետ նախագծերը։ Մենք շատ շահագրգռված ենք դրանում։ Գիտեք, հիմա տրամաբանությունն այն է, որ հաջորդիվ մենք պետք է զարգացում ունենանք Հայաստան-Թուրքիա հարթության վրա եւ մենք հույս ունենք, որ այն process-ները, որոնք տրամաբանորեն եւ քաղաքական երխոհության մակարդակով լուծվել են, դրանք նաեւ գետնի վրա կունենան իրենց արտահայտությունը եւ սա իսկապես նույնիսկ անհավատալի եւ աներևակայելի մի պոզիտիվ միջավայր է, որում մենք հայտնվել ենք, ինչը չի նշանակում իհարկե, որ բոլոր հարցերը լուծված են, բայց բոլոր հարցերի լուծման բոլոր բանաձևերը ըստ էության արդեն որոշված են։ Առաջիկայում շատ կարեւոր է, որ մենք նախ հայտարարություն այսօրվա կամ երեկվա մի շատ մեծ եւ շատ կարեւոր անկյունակար է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը ինստիտուցիոնալ դարձնելու ճանապարհին սահմանազատման հանձնաժողովներն են աշխատում եւ գիտեք նաեւ էլ եկեք արձանագրենք մենք առաջ ենք ընթանում շատ ավելի մեծ տեմպերով, քան ի սկզբանե կարող ենք ենթադրել, որովհետեւ երբ որ մենք Վաշինգտոնի հռչակագրում արձանագրում էինք տարածաշրջանի կապուղիների բացումը Հայաստանի Հանրապետության համար, այդ թվում Ադրբեջանի հիմնական մասի եւ Նախճեվանի ինքնավար հանրապետության միջև կապի ապահովումը Հայաստանի Հանրապետության համար փոխադարձ առավելություններով եւ մենք ենթադրում ենք, որ Հայաստանը պիտի երկաթուղային կապ ստանա արտաքին աշխարհի հետ եւ դա տեղի ունեցավ, կարծում եմ, շատ ավելի վաղ, քան Հայաստանի եւ միջազգային հանրությունը սպասում էին։ Այսօր արդեն Հայաստան-Ադրբեջան երկկողմ առևտրի դրսևորումները տեղի ունեցան շատ ավելի վաղ, քան Հայաստանի եւ միջազգային հանրությունը սպասում էր, գուցե նաեւ Ադրբեջանը։ Ես երեք առիթ ունեցա խոսելու, տեսեք 2018 թվականից մենք ինչքան ենք աշխատել, ինչքան ենք չարչարվել մենաշնորհները հաղթահարելու ուղղությամբ։ Եվ մենք այնպես չի, որ այո, հաղթահարել ենք մենաշնորհելը եւ շուկաները դե յուրե բաց են եղել բոլորի համար։ Այս ընթացքում այո, բենզինի ներկրում էլ ա եղել եւ այլն եւ այդպես շարունակ, այսինքն ընդլայնվել է շուկան, բայց մեզ այդպես էլ չէր հաջողվել այն մենաշնորհները, որոնց մի ծայրը Հայաստանում էր, մի ծայրը Հայաստանից դուրս, մեզ չէր հաջողվել այդ մենաշնորհերի այդ խնդիրները լուծել։ Եվ հիմա մեր բոլորի առաջ բենզինի եւ դիզվառելիքի շուկայում հաստատված տասնամյակների մենաշնորհելը, այդ բանի խաղաթղթերի տնակի նման ուղղակի մեր աչքի առաջ քանդվում են։ Մեր աչքի առաջ քանդվում են եւ բնականաբար այդ բոլոր ընկերությունները տասնամյակների հիմա վերջին հուսահատ ճիքերն են գործադրում եւ մեծ ներդրումներ են անում հակաարշավ իրենց մենաշնորհային դիրքը հայրենասիրական բանի տակ, հայրենասիրական կարգախոսների ներքո պաշտպանելու համար։ Մինչդեռ երբ որ Հայաստանի սպառողները տասնամյակներով 10 տրիլիոնավոր դրամներ ավել են վճարել այդ ամեն ինչի համար, ոչ մեկ բնականաբար այսօր դրա համար բացատրություն ու պատասխան չի ուզում տալ, չնայած ես համոզված եմ, որ Հայաստանում հիմնադրված եւ գործող ապօրինի գույքի բռնագանձման մեխանիզմները կաշխատեն համբերատար եւ բոլոր այս հարցերին կտրվի պատասխաններ, բայց ես ուզում եմ ասել, որ դեկտեմբերից մինչև այսօր, դեկտեմբերի 25-ից մինչև այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացիների գրպանում տասնյակ միլիարդ դրամներ են մնացել այս մի ամսվա ընթացքում։ Նու ես իհարկե բանով չեմ հաշվել, հիմա չնստեն ասեն, չէ, տասնյակ միլիարդ չի, 9 միլիարդ 876 միլիոն, շատ լավ, թող լինի 9 միլիարդ 876, բայց դրանից հարցի էությունը չի փոխվում, եւ ես ուզում եմ, գիտեք,
ես ուզում եմ բոլորի շնորհավորել այս հանգրվանի առիթով եւ էլի շատ երեք տեսա տենց էլի բանի բենզինի համար երրաբլուրը մոռացակ, ես մոռացակ, եմ մոռացակ։ Ոչ, այդպես չի, որովհետև ես ասում եմ, որ զարգացած, կայուն, անվտանգ, միջազգային բարձր հեղինակություն ունեցող Հայաստանի Հանրապետությունը ամենամեծ, դրանից մեծ ուղղակի հարգանքի տուրքն է մեր նահատակներին, մեր ընկած եղբայրներին։ Եվ ես դեռ 2021 թվականի Հանրապետության հրապարակում սեպտեմբերի 21-ի ունեցած իմ ելույթում ասել են, որ մեր եղբայրները ընկել են, որ Հայաստանի Հանրապետությունը ոտքի կանգնի, եւ Հայաստանի Հանրապետությունը ոտքի է կանգնում, եւ կարող եմ ասել, ինչի՞ եմ ոտքի կանգնում, ոտքի է կանգնել, որպես միջազգային հանրության պատասխանատու մասնակից, որպես արժանապատիվ գործընկեր մեր միջազգային գերտերությունների, այդ թվում հետ Հայ Միացյալ Նահանգների հետ մենք ռազմավարական գործընկերություն ենք հաստատել Եվրամիության հետ, երկխոսության ռազմավարական օրակարգն ենք հաստատել, բայց ես ուզում եմ այդ մտայնությունից էլ դուրս գանք, չէ՞, որովհետև մենք այնուամենայնիվ Հայաստանի Հանրապետություն է եւ Հայաստանի Հանրապետությունը իր ամբիցիաները իր չափով պետք է ձևակերպի եւ մենք ընդհանրապես էտելա շատ հնչում է այս դեսպանների ներկայությամբ եմ ես ասում մենք աշխարհը ճանաչելու հետ կապված եւ աշխարհի հետ ինքներս մեզ առերեսվելու հետ կապված խնդիր ունենք այո մենք արժանապատիվ հարաբերություններ ենք հաստատում մեր միջազգային խոշոր գործընկերների հետ բայց մյուս կողմից մենք չպետք է մոռանանք իրենք ովքեր են, մենք ովքեր ենք։ Ընդ որում սրա մեջ ոչ մի բան չկա, ոչ մի եւ դա հասկանալու համար պետք է նայել համախառն ներքին արդյունքը, մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը։ Հա եկեք գնանք ավելացնենք, եկեք գնանք հասնենք եւ անցնենք, ոչ մեկին չի խանգարում եւ ոչ մեկին չի արգելում բայց դա հայտարարություններ ճոռոմ հայտարարություններով չի արվում, դա կրթություն է, դա աշխատանք է, եկեք աշխատենք։ Այսօր Սինգապուրի նման պետությունը, որի տարածքը Սևանա լճի 2/3-ի չափ է, մեկ շնչին ընկոնով հնայով 10 անգամ Հայաստանի Հանրապետությունից մեծ է այն դեպքում, երբ որ իրենց բնակչությունը 5 միլիոն եւ ավելի է, մեր բնակչությունը մոտավորապես 3 միլիոն։ Այսինքն անվտանգություն ասելով ես սրա համար եմ ասում անվտանգություն ասելով մենք անդադ հասկանում ենք բանակ։ Երբ որ մենք անդադ հասկանում ենք բանակ, այս շարքում մենք անվտանգություն չունենք։ Անվտանգությունը նաև այն է, որ դու հասկանում ես քո տեղը եւ դիրքը աշխարհում։ Դու հասկանում ես աշխարհում ապրելու եւ գործելու կանոնները եւ հետևում ես այդ կանոններին։ Դու գիտես լինել հարգալից եւ գիտես նաև հարգանք ներշնչել ինքս քեզ նկատմամբ, բայց հարգանք ներշնչելը ուրիշների օձիքները հավաքելով չի լինում։ Այլև միջազգային հարաբերություններում դիրքավորվելով պատասխանատու, մաքսիմալ համեստ, որովհետև համեստությունը ոչ մեկին չի վնասում։ Այդ թվում Հայաստանի Հանրապետությանը մենք ինքներս մենք պետք է հաշիվ տանք, որ համեստությունը ոչ մեկին չի վնասել եւ չի վնասում։ Ընդհակառակը օգնում է, որպեսզի մենք ավելի օբյեկտիվ, հանդարտ, հանգիստ ճանաչենք աշխարհը եւ մեր միջավայրը եւ կայացնենք մեզ համար անհրաժեշտ որոշումներ, որոնք միայն մենք կարող ենք կայացնել։ Եվ եթե այդ որոշումները լինեն իմ նշած տրամաբանության շրջանակում, մենք կտեսնենք շատ ուժեղ աջակցություն միջազգային հանրության կողմից եւ ես այն չեմ ասում, ես ասում եմ, որ այս ամեն ինչ որ մենք այսօր ունենք, դա այդ ինքնահայեցման այդ թվում արդյունք է եւ ես կրկին ուզում եմ մեր բոլոր միջազգային գործընկերներին շնորհակալություն հայտնել այսօրվա հանգրվանին հասնելու իրենց մեզ ցուցաբերած աջակցության համար։ Շնորհակալ